Ընդդիմությունը հայտարարել է, որ պետք է վերցնի մանդատները, որպեսզի մուտք գործի ազգային ժողով, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Բայց պետք է անի, դենց է վախկոտ ընդդիմությունն է, խաբեբար դենց էլ պետք է անի։ Դուք վախկոտ եք ըստ։ Այո։ Հայտարարել է, որ վերցնելու են մանդատները, որպեսզի գնա ազգային ժողով, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Ոչ մի գնում են, գնան, լավ են նանում։ Չգնան էլ իրանց գործն է։ Նորմալ եք նայում, որ գնալու են իրենք ազգային։ Հա, ընդդիմությունն ինչի համար է։ Շնորհակալություն։ Ընդդիմությունը հայտարարել է, որ վերցնելու են մանդատները, որպեսզի մուտք գործի ազգային ժողով, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Ես մենակ ցանկանում եմ մեր երկրին խաղաղություն, ու երբեք զոհեր չլինեն, ամենագլխավորը։ Իսկ ընդդիմության Գաղափար չունեմ, ցավը տանեմ։ Ընդդիմությունը հայտարարել է, որ վերցնելու է իր մանդատները, որպեսզի մտնի ազգային ժողով, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Իրանց խնդիրն է։ Դուք ո՞նց եք կարծում, օրինակ, ճիշտ են իրանք որ։ Դե ընդհանրապես վերցնելը ճիշտ է, չնայած իրանք ուրիշ ինձ թվում է տարբերակ չունեին։ Եթե չվերցնեն իրանք կտուժվեն, մեկը ազգային ժողովը կաշխատեր։ Ինչու են տուժվելու իրենք ըստ ձեզ։ Դե որտեվ իրանք հարցեր կա, որ կուզեն առաջ տանեին, իսկ ազգային ժողովը ինչ որտեղ կարող են ինչ-որ բան խոսել։ Հետո բացի դրանից ամեն դեպքում մանդատ վերցնելը իրանց համար որպես անձ է նկատի ունեմ, որ անձեռնամխելիություն է եւ այլն, այդ իրանց դեռ է տալիս ամեն դեպքում։ Օրինակ, եթե ընդդիմությունը վերադառնա ազգային ժողով, դուք ինչ ակնկալիքներ կունենաք։ Ոչ մի լավ բան։ Էլի նույն ազգային ժողովն է լինելու, ոչ մի նորմալ, ինչ ասեմ, խնդիրներ չեն դնելու ինչ որ Հայաստանի համար, իրանք էլի անձնական վիրավորանքներ եւ այլն։ Դա որտեվ դա ընդդիմություն չի։ Դա ուղղակի վրեժխնդրություն է։ Դա ընդդիմություն չի, շատ կցանկանայի, որ ընդդիմություն լիներ, բայց իրենք ընդդիմություն չեն։ Բաժանորդագրվիր, որ բաց չթողնես ամենահետաքրքիրը։